Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Հակոբյան, եւ լսեք, տեսակետները հնչում, որ իշխանությունն է ասում, հանրապետություն կուսակցությունը, որ թույլ չեն տալ Գյումրի 2 լինի իջմիածնողը, վաղաշաբաթում, մյուսներն են ասում են, որ պետք է փարաքյար լինի։ Կա քննարկում արդյոք կամ սկսվելու է ընդդիմադիրների միջև, որ օրինակ եթե ինչ-որ մեկ առավելագույն ձայները հավաքի, այդ անցողիկի սուպերիսը չլինի, այսինքն միանձնյալ չկարողանա ղեկավարել, մյուսները կմիանան կոալիցիա։ Նախ հասկացա, նախ շատ բացասական եմ վերաբերում նման հայտարարություններին, դատապարտում եմ, քանի որ դա հակաժողովրդավարական հայտարարություն է, ինչ է նշանակում Գյումրի 2 չի լինելու։ Գյումրիում տվյալ համայնքի բնակչությունը վստահեց իր ձայնը տվեց, ում որ տվեց, եւ դրա արդյունքում ձևավորվեց նոր իշխանություն։ Այնպես չի, որ մեզ բոլորից դա դուր պիտի գա կամ դուր չգա։ Ամեն դեպքում եղավ ժողովրդավարական էլեկտորալ պրոցեսների արդյունքների ամփոփում։ Եթե մենք ասում ենք Գյումրի 2 թույլ չենք տալու, այսինքն ինչ են ուզում ասեն, փորձելու են կանխեն ժողովրդավարական ընտրությամբ նոր իշխանության ձևավորումը, սա կարծում եմ հակաիրավական, գրագիտության սահմաններից դուրս արված հայտարարություն է, որը նորից պետք է խստորեն դատապարտել։ Ինչ վերաբերվում է ձեր հարցի բուն էությանը, այս պահին իհարկե, քանի դեռ որևէ արդյունք չկա, ընտրությունները չեն եղել, կոնկրետ ոչ մի բանի մասին խոսալ հնարավոր չէ, բայց մշտապես հայրենի կուսակցությանը, հակուսակցությունը հանդես է եկել այն դիրքերից, որ պետք է անենք մեզանից կախվածը քաղաքացիական պայմանագրին, տեղերում, տվյալ պայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանազրկելու համար։ Այսինքն մենք նման բացառումներ իհարկե չենք անում, կգա ժամանակը արդյունքները կամփոփվեն, քաղաքական կոնսուլտացիաները կսկսեն եւ մեծ հույսով ենք, որ դրա արդյունքում Էջմիածին համայնքում կդադարի իշխանություն լինել քաղաքացիական պայմանագիրը։ Պարոն Հակոբյան, իսկ Խաչիկ Մանուկյանի հնարավորությունները ինչպես է գնահատում, իր մարդկային որակները դուք նշեցիք, իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում, հնարավոր կլինի միանձնյա հեռացնել Նիկոլ Փաշինյանին Խաչիկ Մանուկյանի դեմքով։ Տեսեք, մենք անելու ենք մեզանից կախված ամենը, որ պարոն Մանուկյանի գլխավորությամբ թիմը հավաքի հնարավորինս բարձր ձայները, այսինքն հնարավորություն լինի անգամ միայնակ իշխանություն ձևավորել, բայց իհարկե կանխորոշել հստակ թե վաղարշաբաթի բնակիչները ինչպես կձևավորեն իշխանական տոկոսները եւ քվեարկության տոկոսները դժվար է ասել։ Ամեն դեպքում պարոն Մանուկյանը, Խաչիկ Մանուկյանը այն կերպարն է, որ ես վստահ եմ ցանկացած վաղարշաբաթի բնակիչ կուզենա իր համայնքի ղեկավարին տեսնել հենց Խաչիկ Մանուկյանի նման եւ փորձի առումով կառավարչական եւ կենսափորձի եւ բարոյական արժեքների եւ խոսքի եւ կեցվածքի առումով հենց այնպիսի մարդ, այնպիսի համայնքի ղեկավար, ինչպեսին Խաչիկ Մանուկյանն է, հետեւաբար ես գնահատում եմ շատ բարձր իր շանսերը ձևավորելու իշխանություն լինելու համայնքի ղեկավար։ Շնորհակալ եմ։